Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը հեծանիվով սլացավ նաև Դուշանբեի փողոցներով, լուրջ փիլիսոփայություն դնելով իր հոբիի մեջ։ Հեծանիվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է եւ որ ցանկացած վերելքի հաջորդում է վայրեջք եւ ցանկացած վայրեջքի հաջորդում է վերելք, հարցը այն է, թե արդյոք դու ունես կամք շարունակելու առաջ գնալ։ Սաղավարտը փոխարինած փողկապ կոստյումով մի քանի ժամից Հայաստանի վարչապետը մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ Մանրամասն ներկայացրեց Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ համարեց, որի համար նկատեց առանցքային է дարձել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը 1991-ի Ալմաթայի հռչակագիրը։ Я надеюсь и убежден, что в ближайшем будущем мы подпишем и ратифицируем и это соглашение тоже. Չնայած նախապայմաններից Բաքուն չի հրաժարվում, հույս հայտնեց, որ մոտ ապագայում կստորագրվի եւ կվավերացվի նաեւ Սպիտակ տանը նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Установившийся мир не означает, что вопросы повестки дня Армения, Азербайджан исчерпаны. Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Դուշանբեում Փաշինյան-Ալիև առանձին շփման մասին միայն ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն է հաղորդել։ Երևանն ու Բաքուն պաշտոնապես չեն հայտնել, այդ ինչ քննարկում է ծավալվել եւ որ հարցերի շուրջ։ ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել, քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Չնայած Երևանի դժգոհություններին ադրբեջանցի պաշտոնյաները նախագահ Ալիևի գլխավորությամբ շարունակում են Զանգեզուրի միջանցք ձևակերպումն օգտագործել։ Երևանի որդեգրած դիրքորոշումից հետո, թե ադրբեջանցիները ոչ թե Հայաստանի տարածքը նկատի ունեն, այլ իրենց երկրով անցնող կապուղին հայտնի չէ, հարցը եւս մեկ անգամ արծարծվել է, թե ոչ։ Երեկ Փաշինյանը Դուշանբե մեկնեց ԱՊՀ մյուս լիդերներից ավելի ուշ, Բրյուսելից, որտեղ մասնակցում էր Համաշխարհային դարպասներ միջազգային համաժողովին։ Բայց դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից Հայաստանի վարչապետին գործընկերները քննարկել են թե նրա ներկայությամբ, թե բացակայությամբ։ Ոչ պաշտոնական մթնոլորտ է այգում։ Միջպետական հարաբերություններում ամիսների լարվածությունից հետո հանդիպած Ալիևն ու Պուտինը գրկախառնվում են։ Տաջիկստանի ղեկավարը 7 տարի առաջվա դեպքեր է հիշեցնում Ադրբեջանի նախագահին, որ առաջին անգամ Փաշինյանին հենց այնտեղ է հանդիպել։ Հայաստանի վարչապետն այդ պահին դեռ չէր միացել ԱՊՀ ղեկավարներին։ Թերևս խոսքը 2018-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեի հավաքի մասին է, այդ ժամանակ Ռոսիա մեկն էր ֆիքսել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն վերելակից են դուրս գալիս։ Սա Հայաստանում ներքաղաքական կրքեր բորբոքեց, վերելակային դավադրությունը Փաշինյանը հերքում էր։ Փաշինյանը первый раз здесь. А? Да. Как же было, да? Արդեն Փաշինյանի մասնակցությամբ այսօր տարածված տեսանյութում Ալիևին է դիմում Բելարուսի նախագահ Լուկաշենկոն, թե Իլհամ Գեյդարովիչ, իսկ դուք անհանգստանում էիք, որ չի գա, ես ձեզ ասում էի Նիկոլ Վովաևիչն առանց մեզ չի կարող։ Իլհամ Գեյդարովիչ, а вы говорите, не приедет, переживали вчера. Я же говорил, что Никол Воваевич без нас никуда. Как не приедет? Куда ехать? Հաջորդ կադրում արդեն Ալիևն ու Փաշինյանը կողք-կողքի են Բելարուսի նախագահի ոչ պաշտոնական Պուլ Պերվոգո ալիքի տարածած տեսանյութում, սակայն Փաշինյանի հարցի պատասխանը, թե ինչպես ուժ չէի գա, չի հնչում։ Լրագրողների աչքից չվրիպեց եւս մեկ դրվագ։ Այս անգամ Փաշինյանն ու Պուտինն անհամաձայնություն ունեին հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալի շուրջ։ 4 миллиарда. Нет, больше. В этом году. Да. Больше? В прошлом году было примерно 9 миллиардов. Больше. В прошлом году было больше. И в этом году будет больше. Փաշինյանն ասում էր այս տարի 4 միլիարդ էր։ Պուտինն ավելին գիտեր, իսկ ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության առաջին 8 ամիսների առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 4.5 միլիարդ է եղել։